արդյունք ունենաք ճշտելու կենսագրական տվյալներն են։ Երկու մեղադրանքով է տնտեսական, դե մի հատ նախկինում կար, հետո մի հատ էլ ավելացրեցին։ Մի հատ, ի սկզբանե հուլիս ամսին էր առաջադրվել, որը իդեպ շատ լավ հիշում եմ, վարութային գործողության ժամանակ բոլորիս ծիծաղը եկել էր, երբ այդ մեղադրանքը ներկայացվում էր, ինչևէ, այնուհետև 2025 թվականի հոկտեմբերին մի հատ նոր տնտեսական բնույթի մեղադրանք ներկայացվեց։ Վճռաբեկ դատարանի որոշումը վերաբերում է 2025 թվականի օգոստոսի 15-ի դատարանի որոշմանը, որը վաղեմությունը անցել է։ Շնորհակալություն։ Այո, մենակ այդ մի դատարանը չէ, 4 այդպես դատավորներ նույն կերպ են վարվել։ Հաստացի վերջինն էլ 2025 թվականի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Բանական տրամաբանությամբ եթե փորձենք դրան մենք նայենք, նորմալ չի, երբ որ ասենք քո աշխատողը, քո ընկերության աշխատողը առանձին ընկերությունը ստեղծի, ու այդ ընկերությունով ենթադրյալ, հա, որ հանցավոր գործունեություն անի, ու դա բերեն կապեն քեզ հետ, ասեն ուրեմն դու կազմակերպել ես, չէ, դա նորմալ չի, ժողովուրդ ջան։ Հիմա այդ վճռաբեկի որոշմամբ, այսպես եք ասում, հա, հիմք է ստեղծվել Սամվել Կարապետյանի կալանքը, երկարատև պարա փող է ստեղծվել, այո։ Բայց մի գաղտնիք էլ բացահայտեմ։ Քանի որ դա մեզ հայտնել է քննիչը, քննչական խմբի ղեկավարը, այն դեպքով կամ դրվագով, որով վճռաբեկ դատարանը հիմա փորձում է ասել, որ հիմնավոր կասկած կա, բայց կրկին հիշեցման կարգով քննիչը իբրև նոր տվյալներ ներկայացրել էր դեռ հոկտեմբեր ամսին եւ նոր դատարան գտել էր, որ դա չկա։ Այդ վարույթով, որը վերաբերում է ինչ-որ ընկերությունների գործունեությանը, կարծում եմ բոլորս այն կարծիքին ենք, զուտ կարծում եմ ինքը տրիվիալ ճշմարտություն է, որ եթե խոսում ենք ընկերության մասին, տեղի լոկոմոտիվը, այսինքն առաջամարտիկը, հանդես է գալիս ընկերության տնօրենը, չէ՞։ Որպես կանոն այդպես է։ Դատական նիստի ընթացքում, երբ մենք հարցրեցինք քննիչին, լավ այս գործով, այլ ներգրավված անձանցից, պայմանական, օրինակ տնօրենը, կալանավորված է թե չէ։ Պարզվեց իր նկատմամբ կալանք չի կիրառված։ Այսինքն այդ մեղադրանքներից Հետևաբար ուզում եմ ասեմ, որ այդ նույն տնտեսական բնույթի մեղադրանքով կալանքի երկարաձգման հնարավորություն ես չեմ տեսնում, որովհետև իդեպ օրինակ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ կան տնտեսական բնույթի հանցանքներով հարուցված վարույթներ, որտեղ կալանքը չի կիրառված։ Կալանքի տակ չի եղել հաստատ։ Ներկայում դժվարանում ասեմ, ներկայում չկան էլ տնային կալանք լավ։ Քննիչը դատարանում կարող եմ անբան ասել, ես չեմ հարցակրվում ես մարդկանց, որտեղ ես ենթադրում եմ, որ իրանք գան։ Ոչ, դա դուրս է իր լիազորությունների սահմաններից, եկեք ես պատասխանեմ։ Իհարկե չի կարող ասել, քանի որ այդ հարցը իմ կողմից է հենց դատական նիստում քննիչին հնչեցվել։ Չէ, իրանք այնքան Լսեք, իդեպ, հենց Լեաննան ներկայացնում Դատական նիստում, երբ որ միջնորդության մեջ արձանագրվել էր Սամվել Կարապետյանին հերթական կալանքի տակ պահելու համար հիմքեր եւ այն անձի ցուցմունքներ դրվել, ում մասնավոր հարցման էինք ենթարկել։ Երբ որ ես հարց հնչեցրեցի, այ կարող պատասխանել ինչն է պատճառը, որ այս անձին չեք հարցաքննել եւ հիմք եք ստեղծել կալանքի ժամկետը երկարացնելու։ Քննիչը բարձրաձավ եւ հայտնեց, քանի որ այդ անձը ձեր օգտին է ցուցմունք տալու։ Իսկ այդ անձն ով է կոնկրետ։ Դա չեմ ցանկանում։ Այո, այո։ Կարևորություն ենթադրող, իդեպ պատական չի հաջորդ օրը դատախազը հսկող մասնակցելով նիստին։ Գայնե ջան, հաջորդ օրը հսկող դատախազը նիստին մասնակցելով ուղիղ հայտնեց, որ մենք այդ դիրքորոշումը քննիչի ասած եկել ենք սրբագրելու։ Որտեղ գիտակցեց լրջությունը։ Օրենսդրական կարճ պարզաբանում անեմ, որ այս ամեն ինչը հստակեցվի։ Քննիչը պարտավոր է հավաքել ինչպես մեղադրական բնույթի ապացույցներ, այնպես էլ այդ անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ։ Եվ այդ իր հավաքած ապացույցների փաթեթը, եթե կալանքա ներկայացնում, կալանքի ժամանակ ներկայացնի դատարանին, որ դատարանը կարողանա կողմնորոշվել, այս մարդուն կալանավորումա թե չէ։
Բայց մի մենք ստեղ ունենք իրավիճակ, որ քննիչը իր բերանով ասում է, որ ես այդ մարդկանց չեմ քննում, քանի որ ձեր օգտին էին ցուցմունք տալու։ Այսինքն դուս է գալի, որ քննիչը դուս է գալիս իր լիազորությունների սահմաններից։ Սպարտակ Պողոսյան։ Սպարտակ Պողոսյան։ Քննչական խմբի ղեկավար 53 քննիչների։ Ղեկավարները մասին հայտարարել է։ Այո։ Շնորհակալ Դեռ չենք բարձր։ Չէ։ Այդ մասով տեղեկություն չունենք։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ։ Ուզում եք մենք քննարկենք։ Հա? Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։